Վրաստանի շրջակա միջավայրի եւ գյուղատնտեսության նախարարությունը կտրականապես հերքել է հայկական լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունները, թե իբր հայկական գյուղատնտեսական մթերքը, մասնավորապես ելակը, Վրաստանի տարածքով Ռուսաստան է արտահանվում թուրքական ծագման անվան տակ։ Վրացական կողմը մտահոգություն է հայտնել, որ իրենց երկիրը փորձում են ներքաշել հարևան պետության ներքաղաքական պայքարի մեջ եւ նշել է, որ նման հայտարարությունները կարող են վնասել երկու երկրների տնտեսական հարաբերություններին։ Էկոնոմիկայի նախարարությունը կերկարաձգի ջերմատների վարկերի արտոնյալ ժամկետը։ Ծրագրի շրջանակում ներկայում կնքված է 20 պայմանագիր եւ հիմնվում են 91.5 հեկտար ջերմատնային տնտեսություններ, որոնցից 34.5 հեկտարն արդեն իսկ հիմնվել է։ Եթե մինչև հուլիսի 1-ն անցկացված մոնիթորինգի արդյունքներով ջերմատունը կառուցվել է եւ 2026-ի ընթացքում իրականացրել է գյուղատնտեսական արտադրանքի արտադրություն, վաճառք, վարկի համար սահմանված առավելագույն 8 տարի ժամկետը կերկարաձգվի 6 ամիս ժամկետով եւ սահմանված 12 ամիս արտոնյալ ժամկետից բացի կտրամադրվի լրացուցիչ 6 ամիս վարկի մայր գումարի եւ տոկոսադրույքի արտոնյալ ժամկետի համար։ Ապրանքների վերադարձի դեպքում նախատեսվում է գործարքների ճշգրտման հնարավորություն առանց հետվաճառք ձևակերպելու։ Պետական եկամուտների կոմիտեից հայտնում են, որ սա թույլ կտա վերադարձը իրականացնել նույն գործարքի շրջանակում, դարձնելով գործընթացը ավելի պարզ եւ տրամաբանական, իսկ հարկային հաշվետվությունները ավելի ճշգրիտ։ Ներկայում որոշ դեպքերում վերադարձը ձևակերպվում է որպես հետվաճառք, ինչը բարդացնում է գործընթացը եւ չի արտացոլում իրական պատկերը։ Առաջարկվող փոփոխությամբ այս խնդիրը կվերացվի։ Մինչ օրս Մերձավոր Արևելքի հակամարտությունը որևէ էական նկատելի ազդեցություն չի ունեցել Հայաստանի տնտեսական ակտիվության վրա, այս մասին ասված է Համաշխարհային բանկի զեկույցում։ Հանքարդյունաբերության ոլորտը շարունակել է վստահ ընդլայնումը, հիմնվելով 2025 թվականի վերջին սկսված վերականգնման վրա, ոլորտային նախկին մարտահրավերներից ու անկումից հետո, ինչպես նաև պղնձի գների աճի շնորհիվ, նշված է զեկույցում։ Միացյալ Նահանգների ռազմական գերատեսչությունը կոնգրեսի անդամներին տեղեկացրել է, որ Իրանի դեմ ռազմական գործողության եւ այլ ծախսերի համար անհրաժեշտ է 80 միլիարդ դոլարի լրացուցիչ ֆինանսավորում։ Պենտագոնի միջոցները կարող են սպառվել այս ամառ, եթե կոնգրեսը չհաստատի լրացուցիչ ֆինանսավորումը։ Ամերիկացի զինվորականները կարող են ստիպված լինել կրճատել մի շարք ծրագրեր, այդ թվում զորավարժությունները։ Եվրամիության երկրների առաջնորդները Բրյուսելում կայացած գագաթնաժողովում առաջին անգամ պայմանավորվել են Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցները երկարաձգել 1 տարով։ Մինչ այդ Ռուսաստանի տնտեսության առանձին հատվածների նկատմամբ սահմանափակումները վերանայվում եւ հաստատվում էին յուրաքանչյուր կես տարին մեկ։ Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սկսել է սահմանել 2014 թվականի մարտից։ Մինչ օրս Եվրամիությունը Ռուսաստանի նկատմամբ կիրառել է տնտեսական եւ անհատական պատժամիջոցներ 20 փաթեթ, ինչպես նաև սահմանափակումների մի քանի լրացուցիչ փաթեթներ։ Սաուդյան Արաբիայի զբոսաշրջության ոլորտը 2026-ի առաջին 5 ամիսների ընթացքում կրճատվել է 5-ից 6%-ով։ Անկման հիմնական պատճառը Իրանի պատերազմն է։ Սաուդյան Արաբիայի պաշտոնյաները դանդաղումը համարել են կառավարելի եւ նշել, որ կրոնական զբոսաշրջությունը օգնել է մեղմել պատերազմի ազդեցությունը թագավորություն այցելող զբոսաշրջիկների հոսքի վրա։ Ամբողջ տարվա ընթացքում միլիոնավոր մուսուլմաններ այցելում են Մեքքա ուխտագնացություն կատարելու նպատակով, ինչն էլ աջակցել է երկրի զբոսաշրջության ոլորտին։ Միջազգային էներգետիկ գործակալության կանխատեսումների համաձայն հաջորդ տարի Արաբական Միացյալ Էմիրությունները օրական կարգունահանի ավելի քան 5 միլիոն բարել նավթ, շարունակելով արտադրության աճը երկրի OPEC-ից դուրս գալուց հետո։ Գործակալության տվյալներով Էմիրությունների նավթի ընդհանուր արդյունահանումը մինչև 2027 թվականը կհասնի օրական 5.2 միլիոն բարել, ինչը 730,000 բարելով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։ Այսուհետև վաճառողը պարտավոր կլինի ապահովել, որ գնորդին փոխանցված ապրանքը լիովին համապատասխանի ինչպես պայմանագրով նախատեսված պայմաններին, այնպես էլ այն հատկանիշներին, որոնք սպառողը կարող էր ողջամտորեն ակնկալել տվյալ ապրանքից։ Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտի նոր օրենսդրական փոփոխությունները ուժի մեջ են մտնելու հուլիսի 1-ից։ Այս իրավական փոփոխությունների առանցքային հարցը սպառողների իրավունքների պաշտպանության
մոտեցումներն են ԵՄ-ի ստանդարտներին համապատասխան։ Խոսքը վերաբերում է կենցաղային տեխնիկային, հագուստին, կոշիկին, ինչպես նաև թվային տարրեր պարունակող ապրանքներին ու ծառայություններին։ Եթե օրինակ գնորդը պատվիրել է որոշակի բնութագրերով հեռախոս, սակայն ստացել է այլ հիշողությամբ կամ գույնի սարք, կամ եթե ապրանքը չի կատարում այն գործառույթները, որոնց մասին նախապես համաձայնություն է ձեռք բերվել, ապա այն կհամարվի չհամապատասխանող։ Նույնը վերաբերում է նաև այն դեպքերին, երբ ապրանքը չի տրամադրվում անհրաժեշտ պարագաներով, հրահանգներով կամ խոստացված թարմացումներով։ Կարգավորումների հիմնական նպատակը հետևյալն է՝ սահմանել վաճառողների համար հստակ չափանիշներ, հստակ պահանջներ, թե ինչպիսի ապրանք պետք է վաճառվի վերջիններիս կողմից եւ այդ ապրանքի չհամապատասխանելու պարագայում ինչ հետևանքներ կառաջանան վաճառողների համար։ Նոր կարգավորումներով սահմանվում են նաև հստակ ժամկետներ։ Նոր ապրանքների դեպքում գործում է 2 տարվա երաշխիքային ժամկետ, իսկ օգտագործված ապրանքների համար առնվազն 1 տարի։ Բացի այդ, եթե գնորդը հայտնաբերում է թերություն, դրա մասին պետք է վաճառողին տեղեկացնի հայտնաբերման պահից 2 ամսվա ընթացքում։ Ընդ որում, օգտագործված ապրանքը իրացնելիս վաճառողը պետք է հստակ սպառողին ներկայացնի այդ ապրանքի հնարավոր թերությունները, քանի որ օգտագործման արդյունքում մաշվածության հարց կա եւ մի շարք այլ խնդիրներ կան եւ նախապես սպառողը պետք է տեղեկացված լինի դրա մասին։ Նոր կարգավորումներով սպառողը չի կարող միանգամից պահանջել վաճառքի պայմանագրի լուծարում, եթե ապրանքի հայտնաբերված թերությունը համարվում է աննշան։ Այս դեպքում վաճառողն է պարտավոր ապացուցել, որ թերությունն էական չէ եւ հնարավոր է վերացնել առանց ապրանքի փոխարինման կամ գործարքի չեղարկման։ Վերանորոգման հետ կապված շատ կարևոր է ընդգծել, դա համատեքստն է կապված վերանորոգման գործընթացում համապատասխան, այսպես ասած, առողջ դետալների մասով ընկերության պատասխանատվության հետ, ու այստեղ օրենսդրությունը հստակ ամրագրում է, որ օրինակ, եթե ձեզ պետք է X ապրանքի համար X դետալը փոխել, բայց այդ փոխելու ընթացքում պետք է փոխվի եւս 4 այլ դետալ, որոնք որ համապատասխանեին, այդ ամենը պետք է իրականացվի վաճառողի հաշվին։ Պատասխանատուները արդեն իսկ խորհուրդ են տալիս վերանայել պայմանագրերը, երաշխիքային պայմանները եւ գովազդային հայտարարությունները, որպեսզի հուլիսի 1-ից գործող նոր կանոնները խնդիրների պատճառ չդառնան։ Իսկ սպառողների համար փոփոխությունները կարող են դառնալ լրացուցիչ երաշխիք, որ գնված ապրանքը պետք է համապատասխանի ոչ միայն գովազդին, այլև իրականությանը։ «2026 թվականի նոյեմբերի 1-ից Հայաստանում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակներում մատուցվող ծառայությունները ամբողջությամբ կթվայնացվեն։ Այն օտարերկրացիները, ովքեր հերթագրվել էին նոյեմբերի 1-ից հետո ընկած ժամանակահատվածի համար, իրենց հայտերը ստիպված կլինեն ներկայացնել բացառապես նոր ներդրվող էլեկտրոնային հարթակի միջոցով։ Անցումը նոր համակարգին միտված է կրճատելու վարչարարական ժամկետները, բացառելու փաստաթղթաշրջանառությունը եւ բարձրացնելու միգրացիոն հոսքերի կառավարման արդյունավետությունը։